Բարը ժողովուրդ ջան, արևա, բայց ցուրտ ահագին աշունադ է վերջին, ինչքան էլ արև լինի, աշնան արևի մեջ զորություն չկա, այդքան ջերմություն չկա։ Այսօր հասճարվ գցեցի, գործ եմ գնում 2 օրվա հանգստից հետո հիմա հավես չկա, բայց երկու օր որ տունն եմ մնացել, էլ հավես չունեմ գործի գնալու։ Առավոտ աշուտին ասում եմ, ոնց կուզեի չաշխատեի հանգիստ տունը մնայի, բայց եթե մնում եմ, չէ՞ մի 3-4 օր արդեն կարոտում եմ գործից, ուզում եմ գնամ։ Այդքան շատ գնում գալիս եմ, հա, ճիշտ էիք նկատել։ Մի ժամուկես գնում եմ, մի ժամուկես գալիս եմ, 3 ժամ ճամփի վրա եմ ծախսում։ Մեկ մտածում գնամ մի բան վերապատրաստեմ, սովորեմ, գործս փոխեմ, բայց հետո մտածում կարող է տարիքին նայեն, գործ չտան, չգիտեմ, հատկապես որ իմ հոլանդերենը այդպես լավ էլ չի էլի։ Այսինքն դեմիք չխոսում եմ, բայց այսինքն ես եմ ինձ թերագնահատում, որովհետև երբ որ ասենք խոսում եմ բելգիացիների հետ, իրանք ասում են լավ էլ խոսում ես։ Բայց դե ես միշտ ավելին եմ էլի ձգտում, ուզում եմ որ ավելի լավ իմանամ, բայց դե ոչ մի բան չեմ անում դրա համար։ Մենակ առօրյա այս խոսալն է, ժամանակ չեմ ունենում որ անեմ։ Ինչևէ, սիրելի բարեկամներ, հիմա Կամիլկա դուրսը այսօր մոռացա նկարեմ, բայց ինքան համով փլավ եմ սարքել բրնձով ու բանջարեղենով, ձեթի մեջ սխտորը տապակեցի, հետո բրինձն եմ մի քիչ այդպես բովետ դրա մեջ, բրինձը շուտ եփող բրինձ էր, 10-12 րոպեում եփում էր, բրինձն եմ լցրել, եռացրած ջուր եմ ավելացրել ու միանգամից ավելացրել եմ քերած գազարն ու կանաչ ոլորն ու մի հատ էլ կարմիր քաղցր պղպեղ, համեմունքները քրքում աղ, սև ու կարմիր պղպեղ, ինքան համով է եղել, ես շատ եմ սիրում այդ փլավը, իրոք շատ համով է լինում, հասցրի դա եփեցի, բայց պետք է նկարի գոնե ցույց տայի ձեզ, մոռացել եմ, հիմա այսպես սպանավոր եմ ասում, բայց շատ սիրուն էլ տեսք ուներ, վերջում ես զարդարել եմ սպանախի թերթերով, մարդիկ զարմացած ինձ են նայում, իրանց թվում է երևի իրանց եմ նկարում, ես շուռ եմ գալիս մյուս կողմ, որ հասկանամ, որ հեռախոսը իրանց վրա չեմ պահել, իմ վրա եմ պահել։ Գնացքը հաղորդեց, այսօր հավես էլ չկար, որ մի քիչ շպարվեի ժողովուրդ ջան, ամեն օր չի որ հավես է լինում, համ էլ ժամանակը չի երիքում առավոտ դրա համար, չնայած որ 8-ին թե 8-10-ին տեղացս վեր եմ կացել, բայց մեկը ժամանակը չի երիքում, հատկապես որ պետք է եփեմ, ասում եմ ավելի լավ է մի բան եփեմ, քան թե շպարվեմ։ Et le train C de Bruges et Ostende de 11h39 partira de la voie 12. Der IC-Zug zum Sint-Niklaas und Antwerpen Centraal 11 Uhr Poperingen und Lieflange 11:36 Gleis 8 und der IC train to Poperingen and Lieflange will depart at 11:36 platform 8 and the IC train to Brugge and Ostende will depart at 11:39 platform 12. Հասա գործի տեղ ժողովուրդ ջան, տրամվայի մեջ երկու կին էին նստած, նայեց դեմքիս ուզում էր բան հարցներ այսպես անվստահ ձևով, նայեցի դեմքին, ես էլ հարցնում եմ կենտրոն որտեղ պետք է իջնենք, ասեցի եկեք ես էլ եմ այնտեղ իջնելու ձեզ ցույց կտամ, կասեմ ասեցի ես էլ եմ այնտեղ իջնելու, վերջը իրանց էլ այդտեղում ցույց տվեցի, որտեղ որ պետք է իջնեին, ասեցի 10 րոպե քայլեք, ուղիղ գնաք, կհասնեք կենտրոն։ Շատ շնորհակալություն հայտնեցին, ես էլ ասի սիրով ու այդպես իջա։ Հիմա հասել եմ գործի տեղ, առայժմ մենակ եմ, պատրաստվում եմ հանգիստ, ինչքան ժամանակ ունեմ, 20 րոպե ունեմ, ինչ լավ է, կկարդամ, նստեմ մի քիչ ձեր մեկնաբանությունները կկարդամ, մեկ-մեկ դե չեմ էլ հասցնում պատասխանը, մենակ սերտիկում անցնում եմ, ժամացույցը չեմ հասցրել, որ ուսումնասիրեմ ժողովուրդ ջան, գիտեմ, որ լիքը ֆունկցիաներ ունի, բայց չեմ հասցրել նայեմ։ Այսօր խանութը, ինչքան որ անցա խանութի միջով հանգիստ էր, ինքան առան
Երեք չառաջի օր էլ ինչ աշխատել, ինչ կան այսօր խանութ։ Բայց այսօր չորեքշաբթի է, պետք է որ էլի մի ընթացք էլի շատանան, որովհետև այսօր կարճ օր է դպրոցներում։ Անցնելուց ասեցի նայեմ տեսնեմ են ժիլետ կար յուբկայի հետ տեսնեմ կարող է էլի կախած լինեն իմ ռազմերը, բայց չկար, ընդհանրապես չկար, երևի այն մնաց երկու հատ փոքրն էլ էին վաճառվել։ Ուրեն այսօր պլանավորել ինձ մի 2 ժամ կասա, հետո նոր խանութի մեջ մի քիչ, մի ժամ ու կես, հետո հանդերձարան։ Մարդկա զարմացած նայում ասում ինչ ես նկարում, ասում ինձ եմ նկարում, ինչ եմ նկարում։ Ակնոցներս էլ կախեմ վզիցս, կասայում անելու նայեցի, տաբատը չունի գրպան, որ դնեմ գրպանը։ Բժշկի մոտ, աչքի բժշկի մոտ հանդիպում եմ նշանակել, օնլայն եմ արել, ուղիղ 10 ամիս սպասում եմ դրան։ 10 ամիս առաջ պատկերացնում եք, այնքան չունեն մասնագետ, որ 10 ամիսա սպասում եմ ու դեռ պետք է սպասեմ, որովհետև մարտին նոր կարողացել եմ տեղ ճարել անել։ Մարտին նոր կգնամ ու ակնոցները, տեսնեմ ինչ կասի էլի, ստուգի նոր հետո ակնոցները վերցնեմ։ Ընդհանրապես ասում է, եթե ճնշման դեղ ես խմում, իսկ ես խմում եմ, որովհետև իմ մոտ անդադատանվում է, եթե ճնշման դեղ ես խմում, պետք է անպայման աչքի բժշկի բանով էլի, ոնց որ ցուցումով ակնոց ընտրես, իսկ ես պատահական որտեղից պատահի առնում էի։ Այդ կգնամ կստուգվեմ, հետո նոր տեսնեմ ինչ կասի, հետո նոր պատվիրեմ, որովհետև այնպես չի որ էժան են ակնոցները թանկ են, լավ ակնոցները թանկ են էլի, 150 եվրո 200 ու ավել, դրա համար ստուգվեմ, որ կոնկրետ ճիշտ իմ չափը վերցնեմ։ Ես կկախեմ այսպես վզիցս, այսօրվա ճաշը դեղին գարոխով ապուրա, մի քիչ կիսադրտմիկ կար սառնանի մեջ, էդ եմ գցել ու կարմիր պղպեղ եմ ուղղակի լցրել համը տալու համար, սովորական դասական ձևով եմ պատրաստել, հիմա պատրաստվում եմ լցնեմ ուտեմ, որ գործի գնամ, կես ժամ մնում, որ դուրս կամ, առավոտները հետ ժամանակս չի հերիքում, այստեղ սպանախել կար սառնանի մեջ, ես էլ մի անգամից պատրաստեցի, ասի հետը ուտենք, ճիշտ է իրար հետ այդքան չեն սազում, բայց որ մնար արդեն կփչանար։ Հաջողաշություն։ Բարլու սիրելիներս, Աշոտը բերեց իջացրեց ինքը գնաց իրա գործերով, այսօր էլ գնամ գործի, վաղը ազատ եմ, ինքան տաք է օդը, 14 աստիճան, դրա համար շարֆ չեմ գցել այսօր, անչափ շնորհակալ եմ ձեր սիրուն ջերմ մեկնաբանությունների համար, բոլոր նոր եկողներին էլ բարի գալուստ եմ մաղթում, իմ սիրելի բարեկամներ, նայում եմ գնացքը, 10:41 է հիմա։ Ուշացում բան չկա։ Մազերս էլի հավաքել եմ, որ գործ եմ լինում, չեմ հասցնի ես ֆենեմ կամ բան, ընդհանրապես այնքան ժամանակ էլ չունեմ, որ ֆենեմ։ Վարշավիրը մոտ 30 րոպե ֆենեց մազերս։ Իդեպ հարցրել էի քանի սով եմ կտրել, այդ հայ վարշավիրա 20 եվրով կտրեց, ֆենելն էլ 15 եվրո վերցրեց, հիմա չգիտեմ, այդ գները թե ուղղակի որպես հայ ասենք սեղ չեմ կարող ասել, որովհետև իրանց էջը որ նայում եմ կտրելու գներ գրված չեն, ներկել բանը գրած է, բայց կտրելը չէ, ոնց ասեցի վաղը չեմ աշխատում, ազատեմ այ իմ խոստացած վիդեոն YouTube-ի ալիք բացելու համար կպատրաստեմ, ինչքան հարց եք տվել այդ մասին, սկրինշոտ եմ արել,
կպատասխանեմ։ Այսօր տրամվայը կիսադադար կա, շաբթի օրը, 3-4 շաբթի լիքներ այսօր, այդքան շատ մարդ չկա, ընդհանրապես դրսում շատ մարդ չկար։ Այսօր հակառակը զոնցիկ չեմ վերցրել ու անձրև է գալիս։ Տանը նայեցի մեր մոտ անձրև չկար, բայց այստեղ կենտում անձրև է։ Տաք է, ուղղակի թրջվում եմ։ Արագ գնամ, 10 րոպե քայլելու եմ։ Հուսամ շատ չեմ թրջվի։ Լավ թրջվեցի։ Խանութում մոռացել էի բան եմ վերցրել, որ պետք է փոխեմ, աշոտի համար սպորտային շալվար էի վերցրել։ Երկու հատ վերցրել էի, մի հատը դուրը չեկար, ետ եմ բերել, հիմա պետք է տանեմ փոխում, փոխարելու ուրիշ բան պետք է վերցնեմ, գնամ շուտ էտել անեմ։ Այս թերմո երկարաթև մայկաներից պետք է վերցնեմ, շալվարներից վերցրել էի, շատ հավանեց, մի հատ էլ վերցնեմ, մեկ էլ ես վերևներից վերցնեմ, էլը իրա չապսնա։ Մի հատ տանեմ թող փորձի, եթե հակը կլինի նոր էլի կառնեմ։ Չէ, կամ միանգամից երկու հատ տանեմ, որովհետև ռազմերները շուտ են վերջանում։ Եթե հակը չլինի, կբերեմ հետ կտամ։ Էլ ժամանակ չունեմ, որ ուրիշ բան նայեմ, կամ էլ մի քիչ նկարեմ, մենակ սրանք վերցրի։ Շատ նուրբ, հաստ թերմո է։ Տանեմ նայեմ, եթե վերևը կլինի լավ է, եթե չէ հետ կբերեմ, շալվարը բայց լավ էր, ինքը գով էր։ Հիմա պետք է գնամ կասա։ Այս ցրտից էս էլ նորությունն է, ձեռքից ոնց որ քոր կա, անցյալ տարի սկսեց, պետք է ձեռնոց դնեմ հիմիկվանց, ես էլ չեմ կարող հիմա ձեռնոց դնեմ, մատես ոնց որ քոր կան։ Էլ մարդկանցից եմ լսել, գոլեգաներից, որ ասում եմ, իրանք էլ են ասում, ահագին թրջվեցի, զոնցիկը հանեցի պայսակիցս, որ ծանր չլներ, առանց էլ ենք մեծ պայսակ եմ վերցնում, ինչ ասես լսնում եմ։ Բայց ոչինչ, գլխարկը դրել էի, այնպես որ կարևորը չհիվանդանում, հիմա շատ են, վիրուսները շատ են հիվանդանում, մեր գոլեգաները, եթե այդպես հիվանդել գալիս են, մեզ են վարակում։ Այդպես իմ սիրելի բարեկամներ, հիմա ձեզ հրաժեշտ տամ, ինձ 5 րոպե ամնում, արագ կարդամ մեկնաբանությունները, ձեզ լավ ուրեմ մաղթում, առողջ եղեք, լավ եղեք, կհանդիպենք հաջորդ վլոգում, հաջողություն, սիրում եմ ձեզ։